Մինչ վերջին րոպեն ես կարծում էի, որ նա ուղղակի ուզում է խուսափել լրատվամիջոցներից, ասում է Գեղամյանի նախկին անձնական օգնականը, ձեռքերը դեռ զդողալով 30 տարի անց, այս կինը 10 տարի աշխատել է ընտանիքի հետ, տեսել է այն, ինչ մեզանից ոչ ոք երբեք չի տեսել, նրա աչքերում դեռ պահպանվում է այն ճնշման հետքը, որ ապրել է յուրաքանչյուր օր, երբ նա մտնում էր սենյակ, բոլորը լռում էին, ոչ թե հարգանքից, այլ վախից, բայց ամենաշատը վախենում էր ինքը, իր կինը, ինչու՞։ Ու է այս կինը պահպանել լռությունը 3 տասնամյակ, ինչ գիտի նա, որ մենք չգիտենք, այսօր առաջին անգամ 3 նախկին մերձավորներ խոսում են այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ, նրանց բացահայտումները կփոխեն ամեն ինչ, ինչ կարծում եք, որ գիտեք Գեղամյանի ընտանեկան կյանքի մասին, այն ամենը սկսվեց 1975 թվականի աշնանը, երբ երիտասարդ Արտավազդ Գեղամյանը դեռ ուսանող էր պետական համալսարանում, նա արդեն ունեցել է կապեր նոմենկլատուրայի հետ։ Նրա ընտանիքը հայտնի էր Երանում, բայց ոչ ոք չէր կարծում, որ այս երիտասարդը կդառնա վարչապետ։ Այդ տարում, հոկտեմբերի սկզբին, համալսարանի գրադարանում նա տեսավ մի աղջկա, որը կարդում էր ռուսական գրականության մասին գիրք, նրա անունը կրկին չեմ հիշատակի։ Իրավական պատճառներով, կանչենք նրան պարզապես Անուշ, նա ուսանող էր ֆիզիկայի ֆակուլտետում, բայց սիրում էր գրականություն ընթերցել, բոլոր ուսանողները նրան հարգում էին նրա խելացիության համար, ոչ թե գեղեցկության։ Բայց Գեղամյանը տեսավ նրա մեջ ինչ-որ այլ բան։ Ինչ-որ բան, որը պետք էր իր քաղաքական ապագային, աղջիկը ծագում էր սովետական ինտելիգենտ ընտանիքից, հայրը մաթեմատիկոս էր, մայրը ուսուցչուհի, ընտանիքում երբեք չէին հետաքրքրվել քաղաքականությամբ, սա էր ճիշտ այն ամենը, ինչ Գեղամյանին պետք էր, կին, որը կլռի, կին, որը երբեք չի մտնի նրա քաղաքական խաղերի մեջ, կին, որը կլինի անտեսանելի, նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել գրադարանում, Գեղամյանը մոտեցավ հարցրեց, կարող է նստել նույն սեղանի մոտ, Անուշը տվեց համաձայնություն, բայց շարունակեց կարդալ, ըստ վկաների, նա նույնիսկ չհայեցավ նրան առաջին 10 րոպեի ընթացքում, Գեղամյանը սկսեց խոսել իր ընտանիքի մասին, իր ապագայի մասին, աղջիկը լսում էր, բայց չէր պատասխանում, 2 շաբաթ անց Գեղամյանը նորից գտավ նրան գրադարանում, այս անգամ նա բերեց հատուկ գիրք, որը Անուշը փնտրում էր երկար ժամանակ, ինչպես նա իմացավ, թե ինչ գիրք էր նա փնտրում, նախկին օգնականը հիշում է այս պահը, նա իմացավ ամեն ինչ նրա մասին, ամեն գիրք, որ նա կարդացել էր, ամեն դաս, որին մասնակցել էր, սա չէր պատահականություն, սա էր հաշվարկված գործողություն, բայց ինչու՞։ Ու Գեղամյանը ընտրեց հենց այս աղջկան, ինչ տեսավ նա նրա մեջ, գրադարանի աշխատողը, որը այդ ժամանակ տեսել էր նրանց, հիշում է, երբ նա տվեց գիրքը։ Աղջիկը առաջին անգամ ժպտաց, բայց այդ ժպիտը չէր հասնում նրա աչքերին, նա տեսավ, ինչպես է Գեղամյանը նայում նրան, այդ նայվածքում սեր չկար, կար հաշվարկ, Անուշը վերցրեց գիրքը շնորհակալություն հայտնեց, Գեղամյանը հարցրեց, կհամաձայնվի՞։ Արդյոք ընտրել իր հետ, աղջիկը մերժեց առաջին անգամ, երկրորդ անգամ, երրորդ անգամ, բայց Գեղամյանը չէր հանձնվում, նա ամեն օր գալիս էր գրադարան նստում նույն սեղանի մոտ, չէր խոսում, ուղղակի նստում էր սպասում էր, 2 ամիս անց Անուշը համաձայնեց։ Ոչ թե որովհետև սիրահարվել էր, այլ որովհետև հոգնել էր սպասումից, նրանց առաջին ժամադրությունը տեղի ունեցավ Երանի կենտրոնում գտնվող փոքրիկ ռեստորանում, Գեղամյանը պատվիրեց ամենաթանկ ուտեստները, Անուշը չուտեց, նա նստեց լսում էր, ինչպես է Գեղամյանը խոսում իր մեծ ապագայի մասին, ինչպես նա ծրագրում է դառնալ կարևոր պաշտոնյա, ինչպես նա պետք է ունենա ճիշտ ընտանիք, ինչպես նա պետք է ունենա կին, որը չի միջամտի նրա կարիերային, երբ նա ավարտեց, Անուշը հարցրեց մի պարզ հարց, դու ուզում ես, որ ես լինեմ քո դեկորացիան, այնպես չէ, Գեղամյանը չպատասխանեց, բայց նրա լռությունը եղավ պատասխանը, Անուշը վեր կացավ ուզում էր հեռանալ։ Բայց Գեղամյանը բռնեց նրա ձեռքը ասաց ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ, վկաները չեն հիշում ճիշտ խոսքերը, բայց հիշում են արդյունքը, Անուշը մնաց, 5 ժամադրություն անց Գեղամյանը կատարեց առաջարկ, առանց սիրո խոսքերի, առանց ծնկի վրա կանգնելու։ Նա պարզապես ասաց, ամուսնացիր ինձ հետ, ես խոստանում եմ, որ կապահովեմ քո ընտանիքին, կվճարեմ քո ծնողների բժշկական ծախսերը, կտամ քեզ ամեն ինչ։ Ինչ ուզում ես, բայց դու պետք է լռես, վերջին 2 բառերը նա ասաց դանդաղ հստակ, Անուշը հարցրեց, ինչու՞։ Գեղամյանը պատասխանեց, որովհետև քաղաքականության մեջ կանայք սխալներ են, այդ պահին Անուշը պետք է հեռանար, պետք է ասեր ոչ, բայց նա չասաց։ Որովհետև նրա հայրը հիվանդ էր, որովհետև նրա ընտանիքը կարիք ունեի փողի, որովհետև խորհրդային Հայաստանում մի երիտասարդ աղջիկ չուներ այլ ընտրություններ, նա համաձայնվեց, բայց նա գիտեր, որ հենց այդ պահին վաճառել է ինքն իրեն։ Արդյոք նա երբեք սիրել է Գեղամյանին։ Թե
Սա եղել է պարզապես գործարք ապրելու համար, ամուսնությունը տեղի ունեցավ 1976 թվականի գարնանը, փոքրիկ ցերեկույթ, միայն ընտանիքի անդամները, Անուշի ծնողները ներկա էին, բայց նրանց դեմքերին երջանկություն չկար։ Գեղամյանի մայրը, հզոր կին նոմենկլատուրայից, նայում էր Անուշին անարգանքով, նա ասել էր իր որդուն, այդ աղջիկը չի հարմար քեզ համար, նա չունի ապագա, չունի կապեր, բայց Գեղամյանը պնդել էր, ոչ թե սիրո պատճառով, այլ որովհետև նա ուզում էր կին, որը չի փորձի մրցել իր հետ։ Հարսանիքից հետո նրանք տեղափոխվեցին բնակարան Երանի կենտրոնում, երկսենյականոց բնակարան, որ տրվել էր Գեղամյանի ընտանիքի կապերի շնորհիվ, Անուշը դադարեցրեց համալսարանը, Գեղամյանը ասաց, որ կին պետք չէ ավարտի համալսարանը, եթե ամուսնացած է։ Անուշի մայրը լաց եղավ, երբ իմացավ այս մասին։ Բայց Անուշը չբողոքեց, նա արդեն սովորել էր լռել, առաջին տարին եղավ հանդարտ, Գեղամյանը աշխատում էր Կենտկոմում, դանդաղ բարձրանում էր կարիերային աստիճաններով, Անուշը մնում էր տանը, նախապատրաստում ճաշ, հյուրընկալում Գեղամյանի գործընկերներին։ Բոլոր հյուրերը նկատում էին նույն բանը, Անուշը երբեք չէր խոսում քաղաքականության մասին, երբեք չէր արտահայտում կարծիք, երբեք չէր բարձրացնում ձայնը, նախկին բարեկամուհին, որը այցելեց նրանց առաջին տարում, հիշում է, Անուշը դարձել էր ուրվական, նա շարժվում էր սենյակում առանց ձայնի, երբ Գեղամյանը խոսում էր, նա կանգ էր առնում սպասում, մինչ նա ավարտեր, երբ ես հարցրի, թե ինչպես է զգում իրեն, նա միայն ժպտաց ասաց. ամեն ինչ կարգին է, բայց նրա աչքերը ասում էին համընդհանուր այլ բան, ինչ էին ասում այդ աչքերը, ինչպիսին էր իրական կյանքը այդ բնակարանի պատերի ետում, 1977 թվականի աշնանը Անուշը հղիացավ, Գեղամյանը ուզում էր որդի։ Նա բարձրաձայն ասաց, քաղաքական մարդուն։ Պետք է որդի, դուստրերը օգուտ չեն բերում, Անուշը չպատասխանեց, 2 ամիս անց բժիշկը պարզեց, որ նա հղի է աղջիկ, Գեղամյանը չխոսեց Անուշի հետ մեկ շաբաթ, նա բարկացած էր իր կնոջ վրա այն բանի համար, որը նա չէր կարող վերահսկել։ Դուստրը ծնվեց 1978 թվականի գարնանը, Գեղամյանը չներկա էր ծննդաբերության ժամանակ, նա աշխատում էր, երբ նա եկավ հիվանդանոց 2 օր անց։ Նա նայեց երեխային ասաց միայն մի բան, հաջորդ անգամ պետք է տղա լինի, Անուշը պառկած էր մահճակալում, թույլացած, ցավից տառապող, նա չլաց եղավ, նա արդեն չուներ արցունքներ, դստեր անունը դրին Մարինե։ Գեղամյանը ընտրեց անունը առանց Անուշի կարծիքը հարցնելու, նա ուզում էր ռուսական անուն, որպեսզի երեխան հարմար լինի սովետական համակարգին, Անուշի մայրը, որը եկել էր օգնելու, տեսավ, թե ինչպես է իր դուստրը փոխվել, նա այլս չէր խոսում։ Նա միայն կատարում էր հրահանգներ, եթե Գեղամյանը ասում էր լուռ մնա, նա լռում էր, եթե ասում էր գնա, նա գնում էր, Մարինեի ծնունդից հետո Գեղամյանի կարիերան սկսեց արագ զարգանալ, նա դարձավ բարձր պաշտոնյա Կենտկոմում, նրա անունը սկսեց հայտնվել մամուլում, բայց Անուշի անունը երբեք չհայտնվեց լուսանկարներում, որտեղ Գեղամյանը լինում էր իր ընտանիքի հետ։ Անուշը միշտ մնում էր ետում, մթության մեջ, անտեսանելի, 1980 թվականին Անուշը հղիացավ կրկին, այս անգամ Գեղամյանը յուրաքանչյուր օր հեռախոսում էր բժշկին, հարցնելու, թե արդյոք տղա է, երբ բժիշկը ասաց, որ այո, Գեղամյանը կազմակերպեց մեծ ընթրիք իր գործընկերների համար, նա հպարտանում էր, վերջապես նա ունեցավ որդի, վերջապես նա ուներ իր իսկական ժառանգորդը, որդին ծնվեց 1981 թվականի ձմռանը, Գեղամյանը անունը դրեց Արտակ։ Այս անգամ նա ներկա էր հիվանդանոցում, նա վերցրեց երեխային իր թերի մեջ ժպտաց, Անուշը տեսավ այդ ժպիտը, դա եղավ առաջին անգամ, երբ նա տեսավ իրական ուրախություն Գեղամյանի դեմքին, բայց այդ ուրախությունը չէր նրա համար, դա էր որդու համար, Արտակի ծնունդից հետո Անուշը դարձավ ավելի անտեսանելի, Գեղամյանը ժամանակ էր տրամադրում միայն որդուն։ Մարինեն մեծանում էր առանց հոր ուշադրության, Անուշը փորձեց խոսել այս մասին, միակ անգամը, Գեղամյանը նայեց նրան ասաց, դու չես խառնվելու ինձ համար, ես որոշում եմ, թե ինչպես են մեծանալու իմ երեխաները, այդ գիշեր Անուշը չքնեց։ Նա նստեց պատշգամբում նայեց Երանի լույսերին։ Հարանուհին, որը տեսավ նրան պատշգամբում, հիշում է, նա նստած էր միայնակ, արցունքներ չկային, միայն դատարկություն, ես հարցրի, լավ ես, նա դարձավ նայեց ինձ այնպիսի աչքերով, որոնք երբեք չեմ մոռանա, դրանք դատարկ աչքեր էին, աչքեր, որոնցում արդեն հոգի չկար, ինչ եղավ այդ գիշեր, ինչ միտք անցավ Անուշի գլխով։ Երբ նա նստեց միայնակ այդ պատշգամբում, 1982 թվականին Գեղամյանը դարձավ նախարար, 37 տարեկան, ամենածեր նախարարը Հայաստանի պատմության մեջ, նրա անունը արդեն հայտնի էր Մոսկվայում, նա բարձրանում էր արագ, շատ արագ։ Բայց իր աղավաղիզացման ետում նա թողնում էր ամայացյալ կնոջ 2 երեխաների, նախարար դառնալուց հետո Գեղամյանը տեղափոխվեց նոր բնակարան, 4 սենյականոց բնակարան, վերին հարկում, տեսքով դեպի Հանրապետության հրապարակ։
Լուքս ապարտամենտ համար խորհրդային ստանդարտները, Անուշը երեխաները։ Տեղափոխվեցին այնտեղ, բայց ոչինչ չփոխվեց, Անուշը դեռ էր անտեսանելի, նոր բնակարանում Գեղամյանը սկսեց հյուրընկալել կարևոր հյուրեր, պաշտոնյաներ Մոսկվայից, բիզնեսմեններ, տեղական նոմենկլատուրա։ Անուշի պարտականությունը եղավ կազմակերպել այդ հանդիպումները, նախապատրաստել ճաշ, սպասարկել հյուրերին, բայց երբեք չմասնակցել զրույցներին, նախկին օգնականը, որը սկսեց աշխատել Գեղամյանի մոտ 1983 թվականին։ Հիշում է առաջին օրը, Գեղամյանը ինձ կանչեց բացատրեց կանոնները, առաջին կանոնը եղավ երբեք չխոսել նրա կնոջ հետ առանց նրա թույլտվության, երկրորդ կանոնը երբեք չխնդրել նրա կարծիքը որևէ հարցի մասին, երրորդ կանոնը երբեք չնշել նրա անունը մամուլում, ես ապշահար էի, ինչու պետք է թաքցնել կնոջը, պատասխանը եկավ 2 շաբաթ անց, օգնականը պատահաբար լսեց Գեղամյանի զրույցը մեկ այլ նախարարի հետ, Գեղամյանը ասաց, կանայք սխալներ են քաղաքականության մեջ։ Նրանք խոսում են, երբ պետք չէ, մտնում են։ Երբ չպետք է, իմ կինը երբեք չի դառնա իմ թուլությունը, այդ պահին ես հասկացա, նա վախենում էր, որ նրա կինը կարող է ասել ինչ-որ սխալ բան, վախենում էր, որ նրա կինը կարող է վնասել նրա կարիերային, բայց արդյոք Անուշը իսկապես վտանգ էր ներկայացնում, թե՞։ Սա բողոք էր Գեղամյանի կողմից վերահսկել ամեն ինչ բոլորին, ինչու մի հաջողակ քաղաքական մարդ այդքան վախենում էր իր կնոջից, ինչ գաղտնիք է թաքցնում այս ընտանիքը, 1985 թվականին սկսվեց պերեստրոյկան։ Գորբաչովը եկավ իշխանության, Խորհրդային Միությունը սկսեց փոխվել, Գեղամյանը տեսավ հնարավորություն, նա սկսեց զարգացնել նոր կապեր, նա դարձավ մի քանի հանձնաժողովների անդամ, նրա անունը արդեն հայտնվում էր ամենամյա սովետական մամուլում։ Բայց որքան Գեղամյանը դառնում էր ավելի տեսանելի, այնքան Անուշը դառնում էր ավելի անտեսանելի, 1986 թվականին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ, ոչ ոք չգիտի ճիշտ թե ինչ եղավ այդ տարում, բայց բոլոր վկաները համաձայն են մի բանում, Անուշը դադարեցրեց հասարակական կյանքը ամբողջովին։ Հարանը հիշում է, մինչ 1986 թվականը ես երբեմն տեսնում էի Անուշին, նա գնում էր շուկա։ Տանում էր երեխաներին զբոսանքի, բայց 1986-ի աշնանից սկսած ես նրան այլս չտեսա, երբեք, ես մտածեցի, թե գուցե նա հիվանդ է, բայց հետո լսեցի, որ նա տանը է, ուղղակի այլս չի ելնում, ինչու՞։ Ինչ եղավ 1986 թվականի աշնանը, օգնականը, որը աշխատում էր այդ ժամանակ, հիշում է մի խզբարկված իրավիճակ, հոկտեմբերին մենք ունեցանք հանդիպում բնակարանում, կարևոր հյուրեր Մոսկվայից, Անուշը պատրաստեց ճաշ, ինչպես միշտ։ Բայց այդ օրը մի հյուրը, բարձրաստիճան պաշտոնյա, ուղղակիորեն հարցրեց Անուշին, ինչ կարծիք ունի նա պերեստրոյկայի մասին, Անուշը սառեց, բոլորը լռեցին, Գեղամյանը նայեց իր կնոջը այնպիսի հայացքով, որ օգնականը դեռ ոչինչ չէր տեսել, այդ նայվածքում խառնված էին բարկություն վախ, Անուշը բացեց բերանը, նա սկսեց խոսել, բայց Գեղամյանը կտրեց նրան միջով, նա ասաց, իմ կինը չի հետաքրքրվում քաղաքականությամբ, հյուրը քեն ծիծաղեց, բայց Անուշը չքեն ծիծաղեց։ Նա նայեց ամուսնուն մի վայրկյան ես տեսա ինչ-որ բան նրա աչքերում, ատելություն, հանդիպումից հետո երբ բոլոր հյուրերը հեռացան, ինչ-որ բան եղավ, օգնականը չլսեց ճիշտ խոսքերը, բայց լսեց ձայները, Գեղամյանը պոռում էր, Անուշը լռում էր, հետո լսեցի դռան բախվելու ձայնը, հաջորդ օրը, երբ եկա աշխատանքի։ Անուշը ուներ սինմահար դեմքին, Գեղամյանը նրան նայեց ասաց, դու այլս չես սպասարկելու հյուրերին, դու կմնաս սենյակներում, սկսած այդ օրից Անուշը դարձավ բանտարկյալ սեփական տանը, նա չէր ելնում բնակարանից, երեխաները գնում էին դպրոց սպասավորների հետ։ Գնումներ անում էր սպասուհին, Անուշը պարզապես մնում էր սենյակում, որոնք էին իսկական պատճառները այս կտրուկ փոփոխության, ինչու Գեղամյանը այդպիսի խստություն ցույց տվեց այդ օրը, արդյոք Անուշը իսկապես ասել էր ինչ-որ բան, որը վտանգեց Գեղամյանի կարիերան, թե՞ սա եղավ ուղղակի պատրվակ, ամբողջովին իսոլացնելու նրան, 1987 թվականին Մարինեն, Գեղամյանների դուստրը, սկսեց հարցեր տալ, նա 9 տարեկան էր չհասկանում էր, ինչու մայրը այլս չի ելնում տնից։ Ինչու այլ երեխաների մայրերը գալիս են դպրոց, բայց իր մայրը ոչ, ինչու հայրը մայրը երբեք չխոսում են միմյանց հետ, բայց երբ նա հարցնում էր, ոչ ոք չէր պատասխանում, Մարինեի դասընկերուհին հիշում է, Մարինեն միշտ խոսում էր իր հոր մասին, թե ինչպիսի հզոր է նա, թե ինչպիսի կարևոր գործեր է անում, բայց երբ մենք հարցնում էինք մոր մասին, նա փոխում էր թեման, մի անգամ ես ուղղակի հարցրի, որտե՞ղ է քո մայրը, Մարինեն նայեց ինձ ասաց, նա հիվանդ է, միշտ հիվանդ է, բայց ես տեսա, որ նա ստում է, Արտակը որդին մեծանում էր հոր ուշադրության ներքո, Գեղամյանը վերցնում էր նրան հանդիպումների, ցույց էր տալիս իր աշխատանքը։ Երբ Արտակին էր 6 տարեկան, հայրը
Արդեն սովորեցնում էր նրան քաղաքականության հիմունքները, բայց մայրը չկար այդ թվականներում, Անուշը եղավ ուրվական, որը երբեմն երում էր միջանցքում, մեկ այլ ոգնական, որը աշխատում էր 1987-1989 թվականներին, պատմում է, երբ ես առաջին անգամ տեսա Անուշին, ես չհասկացա, որ նա կինն է, նա նստած էր խոհանոցում, միայնակ խմում էր թեյ, չէր խոսում, չէր նայում, երբ ես ներկայացրի ինքս ինձ։ Նա միայն գլուխ թափ տվեց, ես հարցրի, արդյոք կարող եմ ինչ-որ բան անել նրա համար, նա ասաց, ոչ, ոչինչ, այլս ոչինչ, այն տարիներին Գեղամյանի կարիերան հասավ գագաթնակետի։ 1988 թվականին Սպիտակի ահավոր երկրաշարժից հետո Գեղամյանը դարձավ վերականգնման հանձնաժողովի անդամ, նա աշխատեց միջազգային կազմակերպությունների հետ, նրա անունը հայտնի դարձավ արտասահմանում, բայց ով էր իմանում նրա ընտանեկան կյանքի մասին, ով էր իմանում, որ նրա կինը ապրում էր ինչպես ուրվական, երկրաշարժը բերեց նա մեկ այլ փոփոխություն։ Գեղամյանը սկսեց ավելի հաճախ լինել արտասահմանում, գործուղումներ Մոսկվա, Եվրոպա, նույնիսկ Ամերիկա, նա բացակայում էր տնից շաբաթներ, երբեմն ամիսներ, Անուշը մնում էր երեխաների հետ, բայց նա այլս չէր մայր նրանց համար, նա եղավ միայն մարմին, առանց հոգու։ 1989 թվականին, երբ սովետական համակարգը սկսեց փլվել, Գեղամյանը նախապատրաստվեց նոր դերի, նա գիտեր, որ հանրապետությունները շուտով կդառնան անկախ, նա ուզում էր լինել Հայաստանի առաջին անկախ կառավարության մաս, բայց այս նոր դերի համար նրան պետք էր նոր իմիջ, ընտանեկան մարդու իմիջ, հենց այդ պահին Գեղամյանը կատարեց ինչ-որ բան, որը ցնցեց բոլորին։ Նա կազմակերպեց լրագրողների հանդիպում ներկայացրեց իր ընտանիքը, առաջին անգամ 10 տարվա ընթացքում, Անուշը հրաման ստացավ ներկայանալ, նա պետք է հագներ լավագույն հագուստը, պետք է ժպտար, պետք է խոսեր, օգնականը, որը ներկա էր այդ հանդիպմանը, հիշում է, Անուշը իջավ աստիճաններով ինչպես ռոբոտ, նա հագնում էր կապույտ զգեստ, որը փաստորեն հին էր, բայց լավ պահպանված, նրա մազերը սանրված էին, դեմքը խնամված, բայց նրա աչքերը, այդ աչքերը դեռ էին դատարկ, լրագրողները սկսեցին հարցեր տալ, ինչպե՞ս է զգում իրեն որպես նախարարի կին, Անուշը նայեց Գեղամյանին, նա գլխով ցույց տվեց, Անուշը ասաց, ես երջանիկ եմ, 2 բառ, միայն 2 բառ, բայց այդ բառերը ասվեցին այնպիսի տոնով, որ բոլորը հասկացան դաստ է, լրագրողներից մեկը, որը ներկա էր այդ հանդիպմանը, հետո գրեց իր օրագրում, ես տեսել եմ շատ քաղաքական ընտանիքներ, բայց երբեք չեմ տեսել այդպիսի լռություն ամուսինների միջ, Գեղամյանը խոսում էր իր կնոջ մասին, ասես նա առարկա է, Անուշը նստած էր անշարժ, երբ հանդիպումը ավարտվեց, նա անմիջապես վեր կացավ հեռացավ, առանց ժպիտի, առանց բաժանելու, ուղղակի անհետացավ, այդ հանդիպումից հետո Անուշին այլս չտեսան հասարակության մեջ երբեք։ 1990 թվականին, երբ Հայաստանը դարձավ անկախ, Գեղամյանը դարձավ վարչապետ, ամենակարևոր քաղաքական գործիչներից մեկը նոր անկախ հանրապետության մեջ, բայց նրա կինը մնաց անտեսանելի, բիզնեսմենը, որը հանդիպել էր Գեղամյանի հետ 1991 թվականին։ Հիշում է, ես հարցրի, արդյոք նրա կինը կլինի հանդիպման ժամանակ, Գեղամյանը նայեց ինձ ասաց, իմ կինը չի մասնակցում գործարար հանդիպումներին, նա գտնվում է տանը, ես չհարցրի ավելին, բայց ես հասկացա, այս կինը բանտարկյալ է։ 1992-1994 թվականներին, Ղարաբաղյան պատերազմի տարիներին, Գեղամյանը բարձրացավ իշխանության գագաթը, նա ստանձնեց ավելի կարևոր պաշտոններ, բայց Անուշը մնաց ուղղակի անուն, որը երբեմն հիշում էին, երբ խոսում էին Գեղամյանի մասին, ավելի զարմանալին այն է, որ Մարինեն, Արտակը երեխաները նույնպես սկսեցին խուսափել մայրենական թեմայից, Մարինեն, որը արդեն 15 տարեկան էր, ասում էր իր բարեկամներին, մայրս հիվանդ է, նա չի կարող ելնել տնից, բայց արդյոք նա հիվանդ էր, թե՞ ուղղակի տված էր լռելու հրահանգ, Արտակը, որը 11 տարեկան էր, ավելի քիչ էր խոսում մոր մասին, նա պարզապես չէր նշում նրան, երբ հարցնում էին ընտանիքի մասին։ Նա խոսում էր միայն հոր մասին, մայրը ուղղակի չգոյություն չուներ նրա պատմություններում։ 1995 թվականին տեղի ունեցավ մի սկանդալ, թերթերից մեկը հրապարակեց հոդված «Անտեսանելի վարչապետի կինը», հոդվածում հարցեր էին տրվում. Ինչու Գեղամյանի կինը երբեք չի տեսնվում հրապարակային միջոցառումներում, ինչու նա չի տալիս հարցազրույցներ, ինչու նա թաքնված է։ Գեղամյանի արձագանքը եղավ անմիջական կատաղի, նա դատի տվեց թերթը, նա ասաց, որ հոդվածը խախտում է նրա ընտանիքի անձնական կյանքի գաղտնիությունը, դատը տեց 6 ամիս, վերջում թերթը պարտավորվեց վճարել վնասատուկության, բայց ամենահետաքրքիրը այն էր, որ դատական գործի ողջ ժամանակահատվածում Անուշը երբեք չներկայացավ դատարանում։ Գեղամյանի իրավաբանը, որը ներկայացնում էր նրան, պատմում է. Ես հարցրի Գեղամյանին, արդյոք նրա կինը կտա ցուցմունք, նա ասաց, ոչ, ես հարցրի, ինչու, նա ասաց, նա չի ուզում, բայց ես ունեի զգացում,
Որ այդ ճիշտը չէր, ճշմարտությունը այն էր, որ նա չէր թույլատրում նրան խոսել, դատավարությունից հետո Անուշը դարձավ ավելի անմատչելի, եթե մինչ այդ նա գոնե երբեմն տեսնվում էր բնակարանի պատշգամբում, այժմ նույնիսկ այդ այլս չեղավ։ Հարանները սկսեցին վախենալ, մենք մտածում էինք, թե գուցե նա մահացել է, ասում է մի հարան, բայց հետո տեսնում էինք լույսը նրա սենյակում գիշերները, ուրեմն նա այնտեղ էր, բայց ով էր այդ կինը այդ սենյակում, ինչ էր նա անում ամբողջ այդ տարիները։ Սպասուհին, որը աշխատել է Գեղամյանների տանը 1996-1998 թվականներին, պատմում է ավելի ապականող մանրամասներ, Անուշի սենյակը եղավ անջատված ընտանիքի մնացած մասից, նա ուներ իր սեփական սենյակը, իր սեփական լոգարանը։ Նա չէր ուտում ընտանիքի հետ, ճաշը տարվում էր նրա սենյակ, երբ ես մտնում էի, նա նստած էր պատուհանի մոտ նայում դուրս, ամեն օր, նույն դիրքում, նույն տեղը, սպասուհին նա հիշում է, որ Անուշը գրքեր էր կարդում, շատ գրքեր, նրա սենյակը լի էր գրքերով, հայ գրականություն, ռուսական գրականություն, նույնիսկ որոշ օտար գրքեր, նա կարդում էր ամբողջ օրը, երբ ես հարցրի, ինչու այդքան շատ գրքեր, նա ասաց, գրքերը չեն դավաճանում։ Այդ պատասխանը ծակում էր սպասուհու սիրտը, ես հասկացա, որ այս կինը հուսահատ էր, ամբողջովին հուսահատ, նա ապրում էր իր տանը, բայց ապրում էր ինչպես բանտարկյալ, նրա ամուսինը վարչապետ էր, բայց նա ապրում էր ինչպես ոչ ոք։ 1998 թվականին Մարինեն ամուսնացավ, նա 19 տարեկան էր, հարսանիքը եղավ մեծ լույսով, ներկա էին բոլոր կարևոր մարդիկ Հայաստանից, Գեղամյանը ծախսեց մեծ գումար այդ հարսանիքի համար, բայց Անուշը ներկա էր, բայց նա չէր միջամտում, նա նստած էր անկյունում, հագնված մուգ զգեստով, նայում հատակը, հարսանքի հյուրերից մեկը հիշում է, երբ ես տեսա Գեղամյանի կնոջը, ես չհավատացի իմ աչքերին, նա տեսվում էր տարիքից ավելի ծեր, նրա մազերը սպիտակ էին։ Նրա դեմքը կնճռոտ, բայց ամենավատն այն էր, որ նրա աչքերը ամբողջովին դատարկ էին, երբ Մարինեն, նրա դուստրը, մոտեցավ բարելու, Անուշը պարզապես գլուխ թափ տվեց, առանց գրկելու, առանց համբուրելու, ուղղակի գլուխ թափ տվեց։ Մարինեն հետո ասաց իր բարեկամներին, որ մայրը ոչ լավ է զգում իրեն, բայց բոլորը տեսան ճշմարտությունը, Անուշը այլս չուներ հույս, նա հրաժարվել էր կյանքից, հարսանիքից հետո Մարինեն տեղափոխվեց ամուսնու հետ, Արտակը մնաց ծնողների հետ, բայց նա արդեն 17 տարեկան էր ծրագրում էր գնալ ուսանելու արտասահման, Անուշը մնաց միայնակ, նրա երեխաները հեռացան, նրա ամուսինը միշտ բացակա էր, նա մնաց միայնակ այդ մեծ բնակարանում, բայց արդյոք նա իսկապես միայնակ էր, թե՞ նա ուներ գաղտնի կյանք, որի մասին մենք ոչինչ չգիտենք, արդյոք կային մարդիկ, ովքեր այցելում էին նրան, արդյոք կային պահեր, երբ նա փորձում էր փախչել, ինչու նա երբեք չթողեց Գեղամյանին այս 30 տարվա ընթացքում, վախից, ստիպման, թե՞ ինչ-որ այլ պատճառով, որ մենք դեռ չգիտենք, 2000 թվականներին Գեղամյանի իշխանությունը հասավ գագաթնակետի, նա դարձավ մի քանի ընկերությունների ղեկավար, նրա անունը հայտնի էր ողջ Հայաստանում, բայց Անուշը մնաց պարզապես անուն, որ երբեմն հիշում էին, երբ խոսում էին Գեղամյանի մասին, բայց ոչ ոք չգիտեր նրա մասին ոչինչ, այդ տարիներին պարզվեց, որ Անուշը սկսել է ունենալ առողջական խնդիրներ, ըստ բժշկի, որը այցելեց նրան մի քանի անգամ, Անուշը ուներ ախտանիշներ դեպրեսիայի։ Նա չուզում էր դուրս գալ սենյակից, չուզում էր խոսել, չուզում էր ուտել, ես խորհուրդ տվի հոգեբան, բայց Գեղամյանը մերժեց, նա ասաց դա ընտանեկան հարց է, բժիշկը նա հիշում է, որ մի անգամ, երբ Գեղամյանը չկար տանը, Անուշը սկսեց խոսել, նա ասաց ինձ, ես ուզում եմ մահանալ, ես ապշահար էի, հարցրի, ինչու՞, նա ասաց, որովհետև ես արդեն մեռել եմ, այս մարմինը ուղղակի դեռ շարժվում է, ես պատմեցի Գեղամյանին այս մասին, նրա արձագանքը եղավ սառը, նա միշտ դրամատիկ է։ 2002 թվականին Արտակը վերադարձավ արտասահմանից ամուսնացավ, նրա հարսանիքը նույնպես եղավ մեծ, Գեղամյանը նորից ծախսեց շատ փող, բայց Անուշը այս անգամ չեկավ, պաշտոնական բացատրությունը եղավ, նա հիվանդ է, բայց իրականում, ինչպես սպասուհին հիշում է, Անուշը հրաժարվեց գալ, նա ասաց Գեղամյանին, ես այլս չեմ կարող խաղալ այս դերը, Գեղամյանը բարկացավ, բայց չստիպեց նրան գալ, նա պարզապես ասաց հյուրերին, որ կինը հիվանդ է, Արտակի հարսանիքից հետո Անուշը գրեթե ամբողջովին անջատվեց Արտակին աշխարհից, նա չուներ հեռախոս, չուներ իմեյլ, չուներ որևէ կապ Արտակին աշխարհի հետ, նրա միակ կապը եղավ գրքերը։ 2005 թվականին Գեղամյանը ուներ սրտի խնդիր, նա տեղափոխվեց հիվանդանոց, մնաց այնտեղ 2 շաբաթ, այդ ժամանակահատվածում Անուշը մնաց բնակարանում միայնակ, միայն սպասուհու հետ, սպասուհին հիշում է, այդ 2 շաբաթի ընթացքում Անուշը փոխվեց։ Նա սկսեց ավելի շատ խոսել։
Նա նույնիսկ սկսեց ժպտալ, երբ ես հարցրի, ինչու է նա այդպես երջանիկ, նա ասաց, որովհետև ես կարող եմ շնչել, բայց երբ Գեղամյանը վերադարձավ տուն, ամեն ինչ վերադարձավ նախկին վիճակին, Անուշը նորից մտավ իր սենյակ արդեն չի ելել, սպասուհին ասաց. Այդ պահին ես հասկացա, այս կինը ապրում է բանտում, բանտարկելը եղավ նրա սեփական ամուսինը, 2008 թվականին տեղի ունեցավ մի փոքր սկանդալ, որը չհայտնվեց մամուլում։ Բայց մնաց բոլոր վկաների հիշողության մեջ, Մարինեն, Գեղամյանների դուստրը, այցելեց մոր ունեցավ կատաղի վեճ հոր հետ, ըստ հարանի ես լսեցի բարձր ձայներ, Մարինեն պոռում էր, ինչու դու պահում ես նրան այստեղ, ինչու դու չես թողնում նրան ապրել։ Գեղամյանը պատասխանեց, սա ոչ քո գործն է, հետո լսեցի դռան բախման ձայնը, Մարինեն հեռացավ, այդ իրադարձությունից հետո Մարինեն խորթացավ հոր հետ, նա այցելում էր մոր, բայց միշտ երբ հայրը տանը չէր, նա փորձում էր համոզել Անուշին թողնել Գեղամյանին, բայց Անուշը միշտ պատասխանում էր նույնը, ես չունեմ ուր գնալ, արդյոք դա ճիշտ էր, արդյոք Անուշը իսկապես չուներ ուր գնալ, նրա ծնողները արդեն մահացել էին, նրա քույրը ապրում էր այլ քաղաքում, բայց արդյոք դա բավարար պատճառ էր մնալ այդ բանտում, թե կար ինչ-որ այլ պատճառ, ինչ-որ բան, որը պահում էր նրան այնտեղ, վախը, ստիպումը, թե մի գաղտնիք, որը մենք դեռ չգիտենք, 2010 թվականին Հայաստանում սկսվեցին քաղաքական փոփոխություններ, Գեղամյանը դեռ պահպանում էր իր դիրքերը, բայց նրա իշխանությունը դանդաղ թուլանում էր, նոր սերունդ էր գալիս քաղաքականություն, երիտասարդ, կրթված, արմատյան կողմնորոշում ունեցող, Գեղամյանը պատկանում էր հին համակարգին, բայց նա դեռ ուներ կապեր, դեռ ուներ փող, դեռ ուներ ազդեցություն, այդ տարում Անուշին տեսավ մի լրագրող, որը պատահաբար անցնում էր Գեղամյանների բնակարանի մոտով։ Ես տեսա կնոջ պատուհանի մոտ, նա նստած էր։ Նայում դուրս, նրա դեմքը սպիտակ էր, գրեթե թափանցիկ, երբ նա նկատեց, որ ես նայում եմ, նա անմիջապես փակեց վարագույրը, բայց այդ մի վայրկյանում ես տեսա նրա աչքերը, դրանք էին աչքեր, որոնք տեսել են Չարիք, լրագրողը փորձեց գրել հոդված այս մասին։ Բայց նրա խմբագիրը արգելեց, խմբագիրը ասաց, Գեղամյանը դեռ հզոր է, մենք չենք կարող թույլ տալ այդպիսի հոդված, ես հարցրի, բայց ինչ կապ ունի ճշմարտությունը իշխանության հետ, նա միայն նայեց ինձ ասաց, Հայաստանում ամեն ինչ կապ ունի իշխանության հետ։ 2011 թվականին Արտակը, Գեղամյանի որդին, դարձավ հայր, նրա կինը ծնեց աղջիկ, Գեղամյանը կազմակերպեց մեծ տոնակատարություն, բայց Անուշը չտեսավ իր թոռնուհուն, ոչ հիվանդանոցում, ոչ տանը, Արտակի կինը հետո ասաց իր բարեկամներին, ես հարցրի Արտակին, ինչու նրա մայրը չի գալիս տեսնելու երեխային, նա ասաց, մայրս չի կարող, ես հարցրի, ինչու նա չպատասխանեց, 3 ամիս անց Արտակի կինը որոշեց ինքը այցելել Անուշին, նա գնաց Գեղամյանների բնակարան, երբ Գեղամյանը տանը չէր, սպասուհին թույլ տվեց նրան մտնել։ Երբ ես տեսա Անուշին, ես սարսափեցի, նա նստած էր ճերմակ սենյակում, առանց որևէ դեկորի, միայն մահճակալ։ Աթոռ գրադարան, նա նայեց ինձ ասաց, դու ով ես, ես ասացի, ես Արտակի կինն եմ, ես բերել եմ ձեր թոռնուհուն, Անուշը նայեց երեխային երկար ժամանակ, հետո նա սկսեց լալ, առանց ձայնի, արցունքները պարզապես հոսում էին նրա դեմքով, նա ասաց, տարեք նրան հեռու այստեղից, տարեք նրան այնտեղ, որտեղ լույս կա, ես չհասկացա, հարցրի, ինչ նկատի ունեք, նա ասաց, այս տունը մութ է, այս տունը մահ է, տարեք նրան հեռու, Արտակի կինը հեռացավ շշմած, նա պատմեց Արտակին այս մասին։ Արտակի արձագանքը եղավ սառը, մայրս հիվանդ է, նա չգիտի, թե ինչ է ասում, բայց Արտակի կինը չհավատաց, այդ կինը հիվանդ չէր, այդ կինը հուսահատ էր, կա տարբերություն, 2012 թվականին Մարինեն ունեցավ երկրորդ երեխա, այս անգամ տղա, նա տարավ երեխային ցույց տալ մորը։ Բայց երբ նա հասավ բնակարան, Գեղամյանը արգելեց նրան մտնել, հայրս կանգնեց դռան առջ ասաց, քո մայրը հանգստանում է, դու չես կարող մտնել, ես ասացի, բայց ես ուզում եմ որ նա տեսնի իր թոռնուհուն, նա ասաց ոչ, ուղղակի ոչ, ես սկսեցի պոռալ, ես ասացի դու պահում ես նրան բանտարկյալ, նա փակեց դուռը իմ դեմքի առջ, Մարինեն հեռացավ լալով, նա երբեք այլս չխոսեց հոր հետ, նա շարունակեց փորձել կապ պահպանել մոր հետ, բայց Գեղամյանը արգելեց, նա փոխեց բնակարանի կոդը, նա հրահանգեց սպասուհուն չթույլ տալ Մարինեին մտնել, Մարինեն փորձեց զանգահարել ոստիկանություն, բայց ոստիկանները ասացին, սա ընտանեկան հարց է, մենք չենք կարող միջամտել, ինչպես կարող է լինել, որ մի կին բանտարկված է իր սեփական տանը, ոչ ոք ոչինչ չի անում, ինչպես կարող է լինել, որ նրա սեփական դուստրը չի կարող տեսնել նրան, ինչպես կարող է լինել, որ համակարգը պաշտպանում է բռնագործողին, ոչ թե զոհին, սա է Հայաստանի իրականությունը։ Սա է այն աշխարհը, որտեղ փողը իշխանությունը կարող են գնել լռությունը։ 2013 թվականին Գեղամյանը հրապարակավ հայտարարեց, որ նրա կինը ունի Ալցհեյմերի հիվանդություն, նա ասաց,
որ Անուշը այլս չի ճանաչում ոչ ոքի, որ նա կարիք ունի հատուկ խնամքի, որ նա չի կարող ունենալ այցելուներ, բժիշկները, որոնք պետք է հաստատեին այս ախտորոշումը, բոլորը եղան Գեղամյանի վճարած մարդիկ, բայց մի բուժքույր, որը աշխատում էր այդ բժիշկներից մեկի մոտ, պատմեց այլ պատմություն, բժիշկը երբեք չտեսավ Անուշին, նա միայն ստորագրեց փաստաթղթերը, որոնք Գեղամյանը բերեց, ես հարցրի, ինչպես կարող եք ախտորոշել առանց տեսնելու հիվանդին, նա ասաց, Գեղամյանը վճարեց լավ, ես չեմ հարցնում հարցեր, այս կեղծ ախտորոշումը տվեց Գեղամյանին իրավական պաշտպանություն, այժմ նա կարող էր ասել, որ նրա կինը հիվանդ է, որ նա չի կարող տեսնել ոչ ոքի, որ նա կարիք ունի մեկուսացման, եւ ոչ ոք չկարող էր հարցականի տակ դնել այս բանը, առանց բժշկական փաստաթղթերի, Մարինեն փորձեց մարտահրավեր նետել այս ախտորոշմանը։ Նա վարձեց իրավաբան ներկայացրեց դատարան, բայց դատավորը մերժեց գործը, պաշտոնական պատճառը եղավ, բավարար ապացույցներ չկան, իրական պատճառը եղավ, Գեղամյանը դեռ ուներ ազդեցություն, 2014 թվականին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ, Գեղամյանը ունեցավ երկրորդ սրտի կաթված, այս անգամ ավելի լուրջ, նա տեղափոխվեց հիվանդանոց մնաց այնտեղ 3 ամիս, բժիշկները ասացին, որ նա գուցե չապրի, այդ 3 ամսվա ընթացքում Մարինեն վերցրեց հնարավորությունը, նա գնաց բնակարան պահանջեց տեսնել մորը, սպասուհին, վախենալով, թույլ տվեց նրան մտնել։ Երբ ես տեսա մայրիս, ես չհավատացի, նա նստած էր մահճակալի վրա, նիհար, թույլ։ Բայց նրա աչքերը պարզ էին, նա ճանաչեց ինձ անմիջապես, նա ասաց, Մարինե, ես սկսեցի լալ, ես ասացի, մայրիկ, հայրս ասում է, որ դու ունես Ալցհեյմեր, նա ժպտաց, դառը ժպիտ, նա ասաց, քո հայրը միշտ ստում է, Մարինեն մնաց մոր հետ 2 ժամ։ Անուշը պատմեց ամեն ինչ, ինչպես Գեղամյանը պահում էր նրան բանտարկյալ, ինչպես նա արգելում էր նրան տեսնել ոչ ոքի, ինչպես նա սպառնում էր, որ եթե նա փորձի փախչել, նա կվնասի երեխաներին, մայրս ասաց, ես մնացի քեզ համար, քեզ Արտակի համար։ Ես վախենում էի, որ եթե ես փախչեմ, նա կվնասի ձեզ, Մարինեն հարցրեց, բայց մենք արդեն մեծ ենք, ինչու դու դեռ չես փախչում, Անուշը նայեց դուրս պատուհանից, նա ասաց, որովհետև ես այլս չունեմ ուժ, ես այլս չունեմ կյանք, ես միայն սպասում եմ մահվան, այդ խոսքերը ջախջախեցին Մարինեին։ Նա փորձեց համոզել մորը գալ իր հետ, բայց Անուշը հրաժարվեց, նա ասաց, եթե ես գնամ, քո հայրը կգտնի ինձ, եւ հետո նա կվնասի քեզ, ես չեմ կարող թույլ տալ դա, Մարինեն հեռացավ ջախջախված, նա գիտեր, որ պետք է ինչ-որ բան անի, բայց ինչ, ոստիկանությունը չէր օգնում, դատարանները չէին օգնում, համակարգը պաշտպանում էր Գեղամյանին, կարող էր օգնել մի անտեսանելի կնոջ, երբ Գեղամյանը վերադարձավ հիվանդանոցից, նա անմիջապես իմացավ Մարինեի այցելության մասին, նա հրաժարեց սպասուհուն, նա վարձեց նոր սպասուհի, որը ստորագրեց պայմանագիր, երբեք չթույլ տալ ոչ ոքի մտնել Անուշի սենյակ։ Նա տեղադրեց նոր կոդային դուռ Անուշի սենյակի մուտքում, այժմ Անուշը բանտարկված էր ոչ միայն բնակարանում, այլ սեփական սենյակում, 2015 թվականին Արտակը փորձեց խոսել հոր հետ մոր մասին, ըստ Արտակի կնոջ, Արտակը ասաց հորը, հայրիկ, մայրիկը կարիք ունի օգնության, նա կարիք ունի բժշկի, իրական բժշկի, Գեղամյանը պատասխանեց, քո մայրը ստանում է ամեն ինչ։ Ինչ նրան պետք է, Արտակը ասաց, բայց նա չի տեսնում իր թոռներին, Գեղամյանը ասաց, նա չի կարող, նա հիվանդ է, Արտակը փորձեց պնդել, բայց Գեղամյանը սպառնաց, նա ասաց Արտակին, եթե դու շարունակես խառնվել, ես կկտրեմ քեզ ժառանգությունից, Արտակը լռեց։ Նա ընտրեց փողը մոր նկատմամբ, նա ընտրեց հարմարավետությունը ճշմարտության նկատմամբ, Արտակի կինը չկարողացավ ներել այս բանը, նա թողեց Արտակին 2016 թվականին, նա վերցրեց երեխաներին հեռացավ, Արտակը փորձեց վերադարձնել նրանց, բայց նա հրաժարվեց, ես ասացի նրան. Ես չեմ ուզում, որ իմ երեխաները մեծանան ընտանիքում, որտեղ կինը բանտարկված է, նա ասաց, դու չես հասկանում, ես ասացի, ես հասկանում եմ ավելի լավ, քան դու, 2017 թվականին Գեղամյանի առողջությունը վատթարացավ։ Նա ունեցավ երրորդ սրտի կաթված, այս անգամ նա մնաց հիվանդանոցում 6 ամիս, բժիշկները ասացին, որ նա պետք է դադարեցնի աշխատանքը, որ նա պետք է հանգստանա, բայց Գեղամյանը չլսեց, նա վերադարձավ աշխատանքի 2 ամիս անց, այդ 6 ամսվա ընթացքում Մարինեն նորից փորձեց տեսնել մորը, բայց այս անգամ նոր սպասուհին չթույլ տվեց նրան մտնել։ Սպասուհին ասաց, ես ունեմ հրահանգներ, ոչ ոք չի կարող մտնել, ես ասացի, բայց ես նրա դուստրն եմ, նա ասաց, ես գիտեմ, բայց հրահանգներ են, Մարինեն կանչեց ոստիկանություն, ոստիկանները եկան, բայց նրանք ոչինչ չարեցին, ոստիկանը ասաց, եթե սպասուհին ասում է, որ ձեր մայրը չի ուզում այցելուներ, մենք չենք կարող ստիպել, ես ասացի, բայց ինչպես գիտեք, որ նա չի ուզում, դուք չեք խոսել նրա հետ, նա ասաց, մենք ունենք բժշկական փաստաթղթեր, որոնք ասում են,
որ նա ունի Ալցհեյմեր։ Ես ասացի այդ փաստաթղթերը կեղծ են։ Նա ասաց դուք կարող եք ապացուցել դա։ Մարինեն չկարողացավ ապացուցել, նա չուներ փող վարձելու փորձագետ բժիշկներ, նա չուներ կապեր համակարգում, նա եղավ պարզապես մի կին, որը փորձում էր փրկել իր մորը, բայց համակարգը չէր թույլատրում։ 2018 թվականին Անուշի քույրը, որը ապրում էր Գյումրիում, լսեց Անուշի մասին, նա եկավ Երևան փորձեց տեսնել քրոջը, բայց Գեղամյանը հրաժարվեց նույնիսկ հանդիպել նրա հետ։ Ես գնացի նրա գրասենյակ, ես սպասեցի 3 ժամ։ Երբ նա վերջապես ելավ, ես ասացի, ես ուզում եմ տեսնել իմ քրոջը։ Նա նայեց ինձ, ասաց, ձեր քույրը հիվանդ է, նա չի կարող տեսնել ոչ ոքի։ Ես ասացի, ես նրա քույրն եմ։ Նա ասաց, դա ոչինչ չի փոխում։ Քույրը փորձեց դիմել դատարան, բայց նրա գործը մերժվեց։ Պատճառը եղավ, բավարար ապացույցներ չկան, որ Անուշը ցանկանում է տեսնել իր քրոջը։ Ինչպես կարող էր նա ապացուցել։ Երբ նա չէր կարող նույնիսկ խոսել Անուշի հետ, 2019 թվականին Գեղամյանը հրապարակավ հայտարարեց, որ նա թոշակի է անցնում։ Նա ասաց, որ ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, որ ուզում է խնամել իր հիվանդ կնոջը։ Բայց բոլորը գիտեին ճշմարտությունը, նրա առողջությունը վատ էր, նրա ազդեցությունը թուլանում էր, նա ստիպված էր հեռանալ։ Թոշակի անցնելուց հետո Գեղամյանը դարձավ ավելի մեկուսացված, նա այլևս չէր ընդունում հյուրեր, նա այլևս չէր տալիս հարցազրույցներ։ Նա պարզապես մնում էր տանը, Անուշի հետ, 2 բանտարկյալներ նույն բնակարանում։ Սպասուհին, որը աշխատում էր այդ ժամանակ, հիշում է, այդ տարում ես երբեք չտեսա նրանց միասին։ Գեղամյանը մնում էր իր սենյակում, Անուշը՝ իր սենյակում, նրանք երբեք չխոսում էին միմյանց հետ, երբեք չտեսնում էին միմյանց։ Դա եղավ ամենատարօրինակ բանը, որ ես երբեք տեսել եմ, ամուսիններ, որոնք ապրում են նույն տանը, բայց ապրում են ինչպես օտարներ։ 2020 թվականին եկավ COVID-19 համաճարակը, Հայաստանը փակվեց, բոլորը մնացին տանը, Գեղամյանների բնակարանը դարձավ ավելի մեկուսացված, սպասուհին այլևս չէր գալիս ամեն օր։ Նա գալիս էր միայն 2 անգամ շաբաթը, մնացած ժամանակ Գեղամյանը Անուշը մնում էին միայնակ, ինչ-որ բան եղավ այդ ժամանակահատվածում, ոչ ոք չգիտի ճիշտ թե ինչ, բայց երբ սպասուհին վերադարձավ մայիսին, նա նկատեց փոփոխություն, Անուշի սենյակի դուռը բաց էր, սա երբեք չէր պատահել, ես մտա ներս, սենյակը դատարկ էր, Անուշը չկար, սպասուհին վազեց գտնել Գեղամյանին, նա գտավ նրան հյուրասենյակում, ես հարցրի, որտեղ է Անուշը, նա նայեց ինձ, ասաց, նա գնաց, ես հարցրի, որտեղ, նա ասաց, ես չգիտեմ, բայց նրա աչքերում ես տեսա ինչ-որ բան, վախ, իրական վախ, սպասուհին անմիջապես զանգահարեց Մարինեին, Մարինեն եկավ անմիջապես, նա պահանջեց պատասխաններ, ես հարցրի հորս, որտեղ է մայրս, նա ասաց, նա հեռացավ, ես հարցրի. Երբ, նա ասաց 3 օր առաջ, ես ասացի, եւ դու չզանգահարեցիր ոստիկանություն, նա ասաց, ինչու պետք է զանգահարեի, նա չի առանգվել, նա ինքը գնաց, Մարինեն չհավատաց, նա զանգահարեց ոստիկանություն, ոստիկանները եկան հարցաքննեցին Գեղամյանին։ Նա պատմեց նույն պատմությունը, Անուշը հեռացավ 3 օր առաջ, նա վերցրեց մի փոքր հագուստ գնաց, նա չասաց, թե որտեղ է գնում, նա պարզապես գնաց, ոստիկանները հարցրին, ինչու նա չզանգահարեց անմիջապես, Գեղամյանը ասաց, ես մտածեցի, որ նա վերադառնա, նա երբեմն անում է դա, նա հեռանում է մի քանի օր հետո վերադառնում, բայց սպասուհին, որը աշխատել էր 2 տարի, ասաց, որ Անուշը երբեք չէր հեռացել բնակարանից, երբեք, ոստիկանները սկսեցին որոնում, նրանք ստուգեցին հիվանդանոցները, հյուրանոցները, ավտոկայանները, բայց Անուշը չգտնվեց, նա անհետացել էր, ամբողջովին անհետացել, Մարինեն չհավատում էր, որ մայրը պարզապես հեռացել է։ Իմ մայրը չուներ փող, չուներ փաստաթղթեր, չուներ ուր գնալ, ինչպես նա կարող էր պարզապես հեռանալ, նա հավատում էր, որ ինչ-որ բան եղել է, որ Գեղամյանը ինչ-որ բան արել է, բայց ապացույցներ չկային, ոստիկանները ստուգեցին բնակարանը։ Չկային պայքարի նշաններ, չկար արյուն, չկար ոչինչ, որը ցույց տար բռնություն, Անուշի հագուստներից մի քանիսը բացակայում էին, նրա անձնական իրերից մի քանիսը նույնպես, Գեղամյանը պնդում էր իր պատմությունը, Անուշը հեռացել է, նա չգիտի թե որտեղ, նա մտահոգված է, նա ուզում է, որ նրան գտնեն։ Բայց Մարինեն տեսավ նրա աչքերում ճշմարտությունը, նա չէր մտահոգված, նա ազատված էր, որոնումները շարունակվեցին 3 ամիս, բայց Անուշը չգտնվեց, ոստիկանությունը փակեց գործը որպես կամավոր անհետացում, Մարինեն փորձեց բողոքել, բայց ոչ ոք չլսեց։ Համակարգը որոշել էր, Անուշը պարզապես հեռացել է, բայց արդյոք դա ճշմարտությունն է, արդյոք մի կին, որը 30 տարի բանտարկված էր, որը չուներ փող, չուներ փաստաթղթեր, չուներ ուր գնալ, կարող էր պարզապես հեռանալ, թե ինչ-որ այլ բան եղավ այդ բնակարանում մայիսի սկզբին, Գեղամյանը շարունակեց ապրել բնակարանում, նա շարունակեց իր կյանքը։
Ասես ոչինչ չէր եղել, նա չտվեց հարցազրույցներ, չխոսեց Անուշի մասին, նա պարզապես շարունակեց ապրել, Մարինեն չդադարեցրեց փնտրել, նա վարձեց մասնավոր հետաքննիչ, բայց հետաքննիչը ոչինչ չգտավ, Անուշը անհետացել էր առանց հետքի։ Ասես նա երբեք չէր գոյություն ունեցել, 2021 թվականին Գեղամյանը մահացավ, 4-րդ սրտի կաթված, նա մահացավ տանը, միայնակ, սպասուհին գտավ նրան առավոտյան, նա նստած էր աթոռին, աչքերը բաց, նայում դեպի Անուշի սենյակի դուռը։ Հուղարկավորությունը եղավ մեծ, եկան բոլոր կարևոր մարդիկ, քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ, հին գործընկերներ, բոլորը խոսեցին, թե ինչպիսի մեծ մարդ էր Գեղամյանը, թե ինչպես նա ծառայել է Հայաստանին, թե ինչպես նա կմնա պատմության մեջ, բայց ոչ ոք չխոսեց Անուշի մասին, ոչ ոք չհիշեց կնոջը, որը 30 տարի ապրել է բանտարկված, ոչ ոք չհարցրեց, որտեղ է նա այժմ, նա եղավ անտեսանելի նույնիսկ մահից հետո, Գեղամյանի կտակում Անուշը չնշվեց, ամբողջ ունեցվածքը բաժանվեց Մարինեի արտակի մեջ, բայց կար մի տող, որը շոկեց բոլորին, եթե իմ կինը վերադառնա, նա չի ստանա ոչինչ, այս տողը հաստատում էր, որ Գեղամյանը գիտեր, որ Անուշը կենդանի է, բայց որտեղը Մարինեն փորձեց օգտագործել այս տողը, վերաբացնելու հետաքննությունը, բայց ոստիկանությունը հրաժարվեց, ոստիկանը ասաց, այս տողը չի ապացուցում ոչինչ։ Գուցե նա պարզապես հույս ուներ, որ նա կվերադառնա, ես ասացի, բայց նա գրեց, եթե նա վերադառնա, ոչ թե երբ, նա ասաց, դա նույնն է, այսօր, 2024 թվականին, Անուշը դեռ անհետ է, 4 տարի անցել է նրա անհետացումից։ Մարինեն դեռ փնտրում է, նա հրապարակել է նրա լուսանկարը սոցիալական ցանցերում, նա զանգահարել է բոլոր հիվանդանոցներին, բոլոր ապաստարաններին, բայց ոչ ոք չի տեսել Անուշին, Արտակը դադարեցրեց փնտրել, նա ասում է, մայրս ուզում էր հեռանալ, նա հեռացավ, մենք պետք է հարգենք նրա ընտրությունը, բայց Մարինեն չի հավատում դրան, իմ մայրը երբեք չէր թողնի մեզ կամ ովին։ Նա սիրում էր մեզ, ինչ-որ բան եղավ, ես գիտեմ դա, կան տարբեր տեսություններ, ոմանք ասում են, որ Անուշը փախել է, որ նա վերցրել է հնարավորությունը, երբ Գեղամյանը հիվանդ էր, փախել, որ նա ապրում է ինչ-որ տեղ, նոր անունով, նոր կյանքով։ Ուրիշներ ասում են, որ Անուշը մահացել է, որ նա ինքնասպան է եղել, որ Գեղամյանը թաքցրել է մարմինը, ստեղծել է պատմություն անհետացման մասին, որ նա երբեք չի գտնվի, երրորդ տեսությունը ամենավատն է, որ Գեղամյանը սպանել է Անուշին, որ նա չէր կարող թույլ տալ, որ նա հեռանա պատմի ճշմարտությունը, որ նա վերացրեց նրան ստեղծեց կատարյալ ալիբի, բայց ճշմարտությունը մնում է անհայտ, Անուշը անհետացել է, և նրա հետ անհետացել է 30 տարվա գաղտնիքները, ինչ-որ մեկը գիտի ճշմարտությունը։ Գուցե սպասուհին, որը աշխատում էր այդ ժամանակ, գուցե Հարանը, որը տեսավ ինչ-որ բան, գուցե Գեղամյանի գործընկերներից մեկը, որը օգնեց թաքցնել ճշմարտությունը, բայց նրանք լռում են, նրանք պահպանում են գաղտնիքը, և Անուշը մնում է անտեսանելի։ Նույնիսկ հիմա, երբ նա չկա, նա մնում է անտեսանելի, կինը, որը 30 տարի լռեց, կինը, որը անհետացավ առանց հետքի, կինը, որի պատմությունը երբեք չի պատմվի ամբողջությամբ, բայց գուցե դա է նրա վերջնական ազատությունը, գուցե անհետանալով նա վերջապես ազատվեց։ Ազատվեց Գեղամյանից, ազատվեց բանտից, ազատվեց այն կյանքից, որը երբեք չէր ուզում, կամ գուցե նա դեռ ինչ-որ տեղ է, ապրում է հանդարտ կյանքով, կարդում է գրքեր, նայում է պատուհանից, վերջապես ազատ, վերջապես անտեսանելի իր սեփական ընտրությամբ, ոչ թե ուրիշի ստիպմամբ, մենք երբեք չենք իմանա։ Բայց մի բան մենք գիտենք, Անուշի պատմությունը է հազարավոր կանանց մասին, կանայք, որոնք ապրում են բանտարկված, կանայք, որոնց ստիպում են լռել, կանայք, որոնք անտեսանելի են, և մինչ մենք չսկսենք տեսնել այս կանանց, մինչ մենք չսկսենք լսել նրանց ձայները, մինչ մենք չսկսենք պաշտպանել նրանց, Անուշի պատմությունը կրկնվելու է, կրկին, այսպիսով, հարցը մնում է, որտեղ է Անուշը այսօր, կենդանի է նա, մահացած, ազատ, դեռ բանտարկյալ, մենք չգիտենք, և գուցե երբեք չիմանանք։ Բայց մենք պարտավոր ենք հարցնել, մենք պարտավոր ենք փնտրել, մենք պարտավոր ենք հիշել, որովհետև Անուշը ոչ միայն անուն է, նա իրական կին է, կին, որը 30 տարի տառապեց, կին, որը կորցրեց իր կյանքը, կին, որը արժանի է ճշմարտության, և մինչ այդ ճշմարտությունը չբացահայտվի, Անուշի ուրվականը կշարունակի հետապնդել մեզ, հիշեցնելով, որ անտեսանելի կանայք գոյություն ունեն, որ նրանք տառապում են, որ նրանք կարիք ունեն մեր օգնության, արդյոք մենք կլսենք, արդյոք մենք կտեսնենք, արդյոք մենք կգործենք, թե Անուշի պատմությունը կմնա պարզապես մեկ անտեսանելի կնոջ պատմություն, մոռացված անտեսված, պատասխանը կախված է մեզանից, բոլորիս, 2022-ի ձմեռը մի հին բժիշկ, ով աշխատել էր խորհրդային տարիներին, որոշեց խոսել իր վերջին օրերին։
Նա տասնամյակներ պահել էր բժշկական գաղտնիք, բայց հիմա, երբ մահը մոտ էր, նա ուզում էր մաքրել իր խիղճը։ Նա պատմեց 1985-ին իրեն կանչել էին Գեղամյանի տուն, ոչ թե Գեղամյանի համար, նրա կնոջ համար, նա գտել էր կնոջը գետնին, գիտակցություն կորցրած։ Երբ նա զարթնեց, նա լացում էր կրկնում. «Ես ուզում եմ տուն գնալ», բայց նա արդեն տանն էր։ Բժիշկը հասկացավ, նա նկատի ուներ իր ծնողների տունը, իր նախկին կյանքը, իր կորցրած ազատությունը։ Բժիշկը ուզում էր օգնել, բայց Գեղամյանը ասաց. «Դուք այստեղ չեք եղել։ Դուք ոչինչ չեք տեսել»։ Եվ բժիշկը լռեց. 40 տարի, արդյոք քանի՞։ Այլ բժիշկներ են տեսել լռել։ Նույն տարվա գարնանը մի անհայտ մարդ թողեց փաթեթ մի լրագրողի դռան առջ։ Փաթեթում կային 5 լուսանկարներ, 15 լուսանկար Գեղամյանի կնոջ, բայց ոչ պաշտոնական լուսանկարներ, դրանք էին գաղտնի նկարներ, արված հեռվից։ Մի լուսանկարում նա կանգնած է պատուհանի մոտ, նայելով դուրս, նրա դեմքը լի է տխրությամբ։ Մեկ այլ լուսանկարում նա նստած է աստիճաններին, գիշերվա մութության մեջ։ Երրորդ լուսանկարում նա փորձում է բացել դուռը։ Բայց ինչ-որ մեկը ետ է քաշում։ Ով էր նկարել այս լուսանկարները, ինչու։ Հիմա էին հրապարակվում, եւ ամենակարևորը, ինչու։ Անանուն, լրագրողը փորձեց հրապարակել լուսանկարները, բայց նրա խմբագիրը արգելեց։ 2 օր անց լուսանկարները գողացվեցին նրա գրասենյակից։ Ով էր այդքան վախեցած այդ լուսանկարներից։ Կա մի տեսություն, որը շրջում է հոգեբանների շրջանում։ Տեսությունը ասում է, երբ մարդը երկար ժամանակ ապրում է ծայրահեղ վերահսկողության տակ, նա զարգացնում է սովորված անօգնականություն։ Նա սովորում է, որ ինչ էլ անի, իրավիճակը չի փոխվի։ Նա դադարում է փորձել, դադարում է պայքարել, դադարում է հույս ունենալ, եւ վերջում նույնիսկ երբ դռները բացվում են, նա չի կարող դուրս գալ, որովհետեւ բանտը արդեն նրա մտքում է։ Արդյոք սա է պատահել Գեղամյանի կնոջ հետ։ Արդյոք նա այնքան երկար է ապրել բանտում, որ այլս չի կարող պատկերացնել ազատությունը։ 2022-ի ամռանը մի խումբ ակտիվիստներ կազմակերպեցին բողոք։ Նրանք պահանջում էին քննություն Գեղամյանի ընտանիքի իրավիճակի մասին։ Նրանք պահանջում էին պաշտպանություն կանանց համար, ովքեր ապրում են փակ։ Նրանք պահանջում էին ճշմարտություն։ Բողոքին մասնակցեցին 30 մարդ։ Ոստիկանությունը ցրեց բողոքը անօրինական հավաքույթի պատճառով։ Ակտիվիստներից 5-ը ձերբակալվեցին։ Նրանց մեղադրեցին հանրային կարգի խախտման մեջ։ 2 ամիս անց նրանք ազատվեցին։ Բայց նրանց արգելվեց կազմակերպել ցանկացած միջոցառում։ Ինչու։ Իշխանությունները այդքան վախեցան մի փոքր բողոքից։ Մտածեք մի պահ այն կանանց մասին, ովքեր տեսան այդ բողոքը, կանայք, ովքեր ապրում են նմանատիպ իրավիճակներում, կանայք, ովքեր նույնպես փակ են, նույնպես լուռ են, նույնպես անտեսանելի են։ Նրանք տեսան, որ 30 մարդ փորձեցին օգնել, եւ տեսան, թե ինչպես այդ 30-ը ձախողվեցին։ Ինչպիսի հաղորդագրություն է դա ուղարկում, որ համակարգը ավելի ուժեղ է, քան արդարությունը, որ լռությունը ավելի անվտանգ է, քան խոսելը, որ հույսը ավելի վտանգավոր է, քան հանձնվելը։ 2022-ի աշնանը մի նախկին դատավոր, արդեն կենսաթոշակի վրա, հրապարակեց հուշագրություն։ Հուշագրության մեջ նա նկարագրեց դեպք 1990-ականներից։ Գեղամյանի կինը փորձել էր ամուսնալուծություն ներկայացնել։ Նա եկել էր դատարան, մենակ, վախեցած, բայց վճռական։ Դատավորը պատրաստվում էր ընդունել գործը, բայց հաջորդ օրը նրան կանչեցին վերադաս դատարան։ Նրան ասացին, այս գործը չի կարող շարունակվել պետական շահերի համար։ Դատավորը հարցրեց, ինչ պետական շահեր։ Նրան պատասխանեցին, դուք չպետք է իմանաք։ Դատավորը ստիպված եղավ մերժել գործը։ Երբ Գեղամյանի կինը լսեց որոշումը, նա չլաց եղավ։ Նա պարզապես ասաց, ես գիտեի, հեռացավ։ Դատավորը երբեք չմոռացավ այդ ես գիտեին։ Ինչպես կարող էր նա իմանալ, որ համակարգը նրան չի թողնի ազատվել։ Կա մի փաստաթուղթ, որը պահպանվել է գաղտնի արխիվներում։ Փաստաթուղթը 1995-ից է։ Դա հատուկ հրաման է, ստորագրված բարձրաստիճան պաշտոնյայի կողմից։ Հրամանը ասում է. Գեղամյանի ընտանիքի անդամները չպետք է ունենան մուտք դեպի իրավաբանական օգնություն առանց նախնական թույլտվության։ Փաստաթուղթում չկա բացատրություն, չկա հիմնավորում, պարզապես հրաման, բայց ով տվեց այդ հրամանը, եւ ինչու։ Մի ընտանիք չպետք է ունենար իրավունք իրավաբանական օգնության։ 2022-ի ձմեռը մի երիտասարդ փաստաբան որոշեց գործել։ Նա գիտեր ռիսկերը, գիտեր հետանքները, բայց նա չէր կարող լռել։ Նա պատրաստեց իրավական գործ Գեղամյանի կնոջ անունից։ Գործում նա պահանջում էր քննություն հնարավոր ընտանեկան բռնության մասին, պահանջում էր պաշտպանություն, պահանջում էր արդարություն, բայց երբ փորձեց ներկայացնել գործը դատարան, նրան ասացին, դուք չունեք լիազորություն ներկայացնելու այս կնոջ անունից։ Փաստաբանը բացատրեց, նա գործում է հանրային շահերի համար, բայց դատարանը մերժեց։ 2 շաբաթ անց փաստաբանը կորցրեց իր լիցենզիան էթիկայի խախտման պատճառով,
Վուներ ուշ խլել փաստաբանի լիցենզիան միայն մի գործի համար, մտածեք այն մասին, թե ինչ է նշանակում ապրել երկրում, որտեղ համակարգը պաշտպանում է բռնությունը, ոչ թե զոհին, որտեղ իշխանությունը կարոր է, ոչ թե արդարությունը, որտեղ լռությունը պարգևատրվում է, իսկ ճշմարտությունը պատժվում։ Սա է այն երկիրը, որտեղ Գեղամյանի կինը ապրեց 30 տարի, սա է այն համակարգը, որը պահեց նրան փակված, սա է այն իրականությունը, որը մենք դեռ ապրում ենք։ 2023-ի գարնանը մի հոգեբուժական կլինիկայի տնօրենը ստացավ անանուն զանգ, զանգողը ասաց՝ ես գիտեմ մի կնոջ, ով կարիք ունի օգնության, բայց նա չի կարող գալ ձեզ մոտ, կարող եք դուք գնալ նրա մոտ։ Տնօրենը համաձայնեց, նրան տվեցին հասցե, Գեղամյանի հասցեն, տնօրենը գնաց, զանգեց դռանը, ոչ ոք չբացեց, նա սպասեց, հետո տեսավ, վարագույրը շարժվեց, նա կանչեց. Ես բժիշկ եմ, եկել եմ օգնելու, վարագույրը կրկին շարժվեց, բայց դուռը չբացվեց, տնօրենը թողեց իր քարտը հեռացավ, երբ նա վերադարձավ 2 օր անց, քարտը դեռ այնտեղ էր, չվերցված, արդյոք նա չուզեց օգնություն, թե չէր կարող ընդունել, կամ մի հին ասույթ, ամենամեծ բանտը մտքում է, եւ սա ճիշտ է Գեղամյանի կնոջ համար, նրա բանտը չէր միայն այդ 4 պատերը, նրա բանտը էր նրա վախը, նրա ամոթը, նրա հուսահատությունը, նրա համոզվածությունը, որ փախուստ չկա, նրա հավատը, որ նա արժանի չէ ազատության, նրա ընդունումը, որ սա է նրա ճակատագիրը, եւ այս բանտից ազատվելը անհնար է առանց օգնության, բայց ով կարող էր օգնել։ Երբ ամբողջ համակարգը աշխատում էր նրան պահելու փակված, 2023-ի ամառանը մի խումբ կանայք կազմակերպեցին գաղտնի հանդիպում, նրանք բոլորը էին կանայք, ովքեր փախել էին բռնության կամ վերահսկողության, նրանք ուզում էին օգնել Գեղամյանի կնոջը։ Նրանք պատրաստեցին պլան, ինչպես մոտենալ նրան, ինչպես վստահություն ստեղծել, ինչպես առաջարկել օգնություն, բայց երբ նրանք փորձեցին կապ հաստատել, նրանք բախվեցին պատին, ամեն փորձ արգելափակվեց, ամեն հաղորդագրություն անհետացավ։ Ամեն զանգ անպատասխան մնաց, ինչպես թե անտեսանելի ուժ պաշտպանում էր այդ գաղտնիքը, կանայք հուսահատվեցին, նրանցից մեկը ասաց, մենք չենք կարող օգնել նրան, ով չի ուզում օգնություն, բայց արդյոք նա չէր ուզում, թե չէր կարող ուզել։ Այսօր, երբ Արը մայր մտնում է Երանի վրա, հարյուրավոր մարդիկ անցնում են այդ տան կողքից, նրանք շտապում են տուն, շտապում են աշխատանքի, շտապում են իրենց կյանքերին, նրանք չգիտեն, որ այդ պատուհանների ետում կա կին, ով երբեք չի շտապել, որովհետև նրա համար ժամանակը դադարել է 30 տարի առաջ, նրա համար ամեն օր նույնն է, ամեն տարի նույնն է, ամեն տասնամյակ նույնն է, նա ապրում է անվերջ ներկայում, առանց անցյալի, առանց ապագայի, եւ մենք դրսում շարունակում ենք մեր կյանքերը, մենք ծիծաղում ենք, սիրում ենք, երազում ենք, մենք ազատ ենք, բայց մի կին ընդամենը մի քանի փողոց հեռու չունի այդ ազատությունը, եւ մենք ոչինչ չենք անում, մենք լռում ենք, մենք անտեսում ենք, մենք շարունակում ենք։ Ինչպես մենք կարող ենք ապրել մեր կյանքերը գիտենալով, որ ինչ-որ մեկը տառապում է, արդյոք մեր լռությունը մեզ դարձնում է համակատար։ Գեղամյանի կնոջ պատմությունը դեռ չի ավարտվել, նա դեռ ապրում է, դեռ շնչում է, դեռ սպասում է, բայց ինչին, միգուցե նա սպասում է մեզ, սպասում է, որ մենք վերջապես լսենք, վերջապես տեսնենք, վերջապես գործենք, բայց քանի ժամանակ նա պետք է սպասի, քանի տարի, քանի տասնամյակ, մինչ մահը, արդյոք մենք թողնելու ենք որ այս պատմությունը ավարտվի նրա մահով, արդյոք մենք թողնելու ենք, որ նրա ձայնը երբեք չլսվի, արդյոք մենք թողնելու ենք, որ նրա ճշմարտությունը երբեք չբացահայտվի, թե մենք վերջապես կանենք ինչ-որ բան, կխոսենք, կպահանջենք, կգործենք, որովհետև եթե մենք չանենք ոչինչ, մենք բոլորս համակատար ենք, համակատար նրա լռության մեջ, համակատար նրա տառապանքի մեջ, համակատար նրա բանտարկության մեջ, եւ երբ նա մեռնի, մենք բոլորս կրելու ենք այդ մեղքը, մեղքը, որ գիտեինք, լռեցինք, տեսանք, անտեսեցինք, կարողացանք օգնել, բայց չօգնեցինք։ Սա է Գեղամյանի կնոջ պատմությունը, պատմություն 30 տարվա լռության մասին, 30 տարվա անհետացման մասին, 30 տարվա տառապանքի մասին, բայց սա նա մեր պատմությունն է, պատմություն մեր լռության մասին, մեր անտարբերության մասին, մեր համակատարության մասին, եւ հարցը մնում է, ինչ ենք մենք անելու այժմ, շարունակելու ենք լռել, թե վերջապես խոսելու ենք, ընտրությունը մերն է, բայց ժամանակը սպառվում է, որովհետև ամեն օր, որ մենք լռում ենք, նա ապրում է 1 օր ավելի բանտում, եւ ամեն տարի, որ մենք անտեսում ենք, նա կորցնում է 1 տարի ավելի իր կյանքից, որը նա երբեք չի ապրել։ 2024-ի աշնանը մի հին ընկերուհի, ով չէր տեսել Գեղամյանի կնոջը 45 տարի,
Որոշեց վերջին փորձ անել, նա չգրեց նամակ, չզանգահարեց, նա պարզապես գնաց, կանգնեց դռան առջ սկսեց խոսել, բարձր ձայնով, որպեսզի լսեն ներսից, նա խոսեց 3 ժամ, պատմեց իրենց երիտասարդության մասին, հիշեց նրանց երազանքները, հիշեց, թե ինչպիսին էր նրա ընկերուհին, նախքան ամեն ինչը, նա լաց եղավ, աղաչեց, խնդրեց, պարզապես մի նշան տուր, որ լսում ես, բայց դուռը չբացվեց, վարագույրը չշարժվեց, ոչ մի ձայն, ընկերուհին նստեց աստիճաններին, սպասեց մինչ գիշեր, երբ հեռանում էր, նա շրջվեց, ասաց. «Ես գիտեմ, որ դու այնտեղ ես, եւ ես գիտեմ, որ դու լսեցիր, եւ ես ուզում եմ, որ դու իմանաս, դու արժանի ես ազատության»։ Հաջորդ օրը վարագույրի ետից ինչ-որ մեկը դիտում էր, թե ինչպես է ընկերուհին հեռանում, արդյոք այդ բառերը հասան նրա սրտին, կամ մի փաստաթուղթ, որը հայտնաբերվեց վերջերս Գեղամյանի անձնական օրագրից էջ, գրված 1998-ի դեկտեմբերին, օրագրում նա գրել է. «Ես վախենում եմ, որ նա մի օր կխոսի, եւ երբ նա խոսի, ամեն ինչ կավարտվի, ոչ միայն իմ կարիերան, ամեն ինչ, նա գիտե շատ բան, շատ ավելի շատ, քան պետք է, ես պետք է համոզված լինեմ, որ նա երբեք չի խոսի, ինչ էր նա գիտում, ինչ գաղտնիքներ էին այդքան վտանգավոր, որ մի մարդ պատրաստ էր բանտարկել իր սեփական կնոջը 30 տարի, արդյոք դրանք քաղաքական գաղտնիքներ էին, ֆինանսական, թե ավելի մութ բան։ 2024-ի ձմեռը մի խումբ լրագրողներ որոշեցին միավորվել, նրանք հավաքեցին բոլոր տեղեկությունները, որ կարողացան գտնել, բոլոր վկայությունները, բոլոր փաստաթղթերը, բոլոր լուսանկարները։ Նրանք պատրաստեցին մանրամասն հետազոտություն, 300 էջ, տասնամյակների աշխատանք, նրանք պատրաստ էին հրապարակել, բայց գիշերը նախքան հրապարակումը նրանց սերվերները հակվեցին, բոլոր ֆայլերը ջնջվեցին, բոլոր պահուստները անհետացան, 300 էջ աշխատանք անհետացավ մի գիշերում, լրագրողները փորձեցին վերականգնել, բայց տեխնիկական փորձագետները ասացին անհնար է։ Տվյալները ոչնչացվել են մասնագիտորեն, ով ուներ այդպիսի տեխնիկական կարողություններ, եւ ինչու։ Այդ պատմությունը այդքան վտանգավոր էր, մտածեք մի պահ այն ուժերի մասին, որոնք աշխատում են պահպանելու այս գաղտնիքը, ուժեր, որոնք կարող են փակել կլինիկաներ, կարող են հեռացնել փաստաբաններին, կարող են ջնջել տվյալներ, կարող են սպառնալ լրագրողներին։ Ինչպիսի ուժեր են դրանք, եւ ինչու։ Նրանք այդքան հետաքրքրված են պահպանելու մի կնոջ լռությունը, միայն մի բացատրություն կա, այն, ինչ նա գիտե, այնքան կարևոր է, որ պետք է պահպանվի ցանկացած գնով։ 2025-ի գարնանը մի անհայտ աղբյուր ուղարկեց տեղեկություն միջազգային իրավապաշտպան կազմակերպություն, տեղեկությունում մանրամասն նկարագրված էր Գեղամյանի կնոջ իրավիճակը, կազմակերպությունը որոշեց քննել։ Նրանք ուղարկեցին ներկայացուցիչ Երան, ներկայացուցիչը փորձեց հանդիպել տեղական իշխանությունների հետ, նրան ասացին, սա ներքին գործ է, նա փորձեց հանդիպել Գեղամյանի ընտանիքի հետ, նրան ասացին, ընտանիքը հրաժարվում է, նա փորձեց գնալ տուն։ Նրան կանգնեցրեցին անվտանգության աշխատակիցները, 3 օր անց նրան խնդրեցին լքել երկիրը, պատճառը վիզայի խախտում, բայց նրա վիզան վավեր էր, միջազգային կազմակերպությունը փորձեց բողոքել, բայց ոչ մի արձագանք, ինչպես մի երկիր կարող է այդպես անտեսել միջազգային հանրությունը, կամ մի տեսություն, որը բացատրում է ամեն ինչ, տեսությունը ասում է, Գեղամյանի կինը ականատես էր եղել ինչ-որ բանի, որը տեղի ունեցավ 1980-ականներին, ինչ-որ բանի, որը կապված էր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչ-որ բանի, որը եթե բացահայտվեր կքանդեր ամբողջ քաղաքական համակարգը, եւ հենց դրա համար նրան պահեցին փակ, ոչ թե պաշտպանելու համար, լռեցնելու համար, բայց ինչ կարող էր լինել այդ իրադարձությունը, ինչ կարող էր տեսնել մի պարզ կին, որը երբեք չի աշխատել քաղաքականության մեջ, 2025-ի ամառանը մի հին գաղտնի ծառայության աշխատակից, արդեն մահամերձ որոշեց խոսել, նա պատմեց 1986-ի մարտին Գեղամյանի տանը տեղի ունեցավ հատուկ հանդիպում, հանդիպման մասնակիցները 5 բարձրաստիճան պաշտոնյա, նրանք քննարկում էին ինչ-որ բան շատ կարևոր, Գեղամյանի կինը պատահաբար լսեց զրույցը։ Նա լսեց անուններ, լսեց գումարներ, լսեց պլաններ, հաջորդ օրը նրան կանչեցին հատուկ սենյակ, 3 մարդ նստած էին նրա դիմաց, նրանք ասացին, դու ոչինչ չես լսել, դու ոչինչ չես տեսել, դու ոչինչ չես գիտես, եթե խոսես, դու քո երեխաները վտանգի մեջ կլինեք։ Այդ օրվանից նա դադարեց լինել ազատ, այդ օրվանից նա դարձավ գերի մի գաղտնիքի, որը չէր կարող պատմել, մտածեք այն ահավորությունը, որ նա զգաց այդ պահին, երբ հասկացավ, որ նրա կյանքը վերջացավ, երբ հասկացավ, որ նա երբեք չի կարող խոսել, երբ հասկացավ, որ նա դատապարտված է լռության, ոչ թե մի տարվա, ամբողջ կյանքի, ոչ թե պարզ գաղտնիքի, վտանգավոր գաղտնիքի, որը կարող էր սպանել նրան, նրա երեխաներին, ինչպիսի ընտրություն ուներ նա, խոսել մեռնել, թե
Լռել ապրել, նա ընտրեց լռել, բայց արդյոք այդ ապրելն էր։ 2025-ի աշնանը մի խումբ հակերներ հայտնաբերեցին հին սերվերներում արխիվացված էլեկտրոնային նամակներ, նամակները 1986-ից էին, նամակներում քննարկվում էր օբյեկտ թիվ 3-ի իրավիճակը, մի նամակում գրված էր, օբյեկտը դարձել է խնդիր, նա փորձում է կապ հաստատել դրսի աշխարհի հետ, պետք է ուժեղացնել վերահսկողությունը, մեկ այլ նամակում, օբյեկտը հոգեբանական խնդիրներ ունի։ Բայց մենք չենք կարող թույլ տալ բժշկական միջամտություն, շատ ռիսկային է։ Երրորդ նամակում, օբյեկտը պետք է մնա մեկուսացված մինչ իրավիճակը լուծվի, ժամկետ, անորոշ, հակերները փորձեցին հրապարակել նամակները, բայց նրանց կայքը փակվեց մի ժամում, նրանց հետքերը ջնջվեցին, նրանք անհետացան, ուներ այդպիսի ուժ անհետացնելու մարդկանց, այսօր, երբ այս պատմությունը պատմվում է։ Գեղամյանի կինը դեռ ապրում է, դեռ շնչում է, դեռ գոյություն ունի, նա արդեն 75 տարեկան է, նրա առողջությունը վատանում է, նրա ժամանակը սպառվում է, բայց նա դեռ լռում է, դեռ փակված է, դեռ անտեսանելի է, քանի ժամանակ դեռ, մինչ մահը, եւ երբ նա մեռնի, նրա հետ կմեռնի նա ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որը կարող էր փոխել ամեն ինչ, բայց միգուցե դեռ ուշ չէ, միգուցե դեռ հնարավոր է փրկել նրան, փրկել ոչ միայն նրան, այն ճշմարտությունը, որը նա պահպանում է, բայց ինչպես կարող ենք մենք սովորական մարդիկ պայքարել այն ուժերի դեմ, որոնք պահպանում են այս գաղտնիքը, ինչպես կարող ենք մենք հասնել նրան, երբ ամեն փորձ արգելափակվում է, ինչպես կարող ենք մենք օգնել նրան, երբ նա ինքը չի կարող խնդրել օգնություն, պատասխանը պարզ է, մենք չպետք է լռենք, մենք պետք է խոսենք, մենք պետք է պատմենք այս պատմությունը, մենք պետք է տարածենք այս ճշմարտությունը, որովհետև երբ բավականաչափ մարդիկ իմանան, երբ բավականաչափ մարդիկ հարցնեն, երբ բավականաչափ մարդիկ պահանջեն, նույնիսկ ամենաուժեղ համակարգը չի կարող անտեսել, նույնիսկ ամենամեծ գաղտնիքը չի կարող մնալ թաքնված, Գեղամյանի կնոջ պատմությունը պատմություն է մեր բոլորի մասին։ Պատմություն է այն մասին, թե ինչպես է համակարգը կարող ոչնչացնել մի մարդու, պատմություն է այն մասին, թե ինչպես է իշխանությունը կարող բռնաբարել արդարությունը, պատմություն է այն մասին, թե ինչպես է լռությունը կարող դառնալ զենք, բայց սա նա պատմություն է հույսի մասին, հույսի, որ ճշմարտությունը կբացահայտվի, հույսի, որ արդարությունը կհաղթի, հույսի, որ մի օր այդ կինը կազատվի, եւ այդ օրը կգա, ոչ թե որովհետև համակարգը կփոխվի, ոչ թե որովհետև իշխանությունները կթույլ տան, այլ որովհետև մենք սովորական մարդիկ չենք թույլ տա, որ այս պատմությունը մոռացվի, մենք չենք թույլ տա, որ այս կինը մեռնի լռության մեջ, մենք չենք թույլ տա, որ այս ճշմարտությունը թաղվի գաղտնիքների հետ։ Այսօր, երբ Արը մայր մտնում է Երանի վրա, այդ բնակարանի պատուհանները դարձյալ փակ են, բայց վաղը, երբ Արը կբարձրանա, միգուցե ինչ-որ բան կփոխվի։ Միգուցե ինչ-որ մեկը կկարողանա հասնել նրան, միգուցե ինչ-որ մեկը կկարողանա օգնել, միգուցե ինչ-որ մեկը կկարողանա բացել այդ դուռը, եւ երբ այդ դուռը բացվի, երբ այդ կինը վերջապես դուրս գա, երբ այդ ճշմարտությունը վերջապես բացահայտվի, ամբողջ պատմությունը կփոխվի, բայց մինչ այդ օրը, մենք պետք է շարունակենք խոսել, շարունակենք հարցնել, շարունակենք պահանջել, որովհետև ամեն օր, որ մենք լռում ենք, նա ապրում է մեկ օր ավելի բանտում, եւ ամեն օր, որ մենք խոսում ենք, նա մեկ քայլ ավելի մոտ է ազատությանը։ Սա է Գեղամյանի կնոջ պատմությունը, պատմություն 30 տարվա լռության մասին, բայց սա նա մեր պատմությունն է։ Պատմություն մեր ընտրության մասին, լռել թե խոսել, անտեսել թե գործել, մոռանալ թե հիշել, ընտրությունը մերն է, բայց ժամանակը սպառվում է, եւ հարցը մնում է, ինչ ենք մենք ընտրելու։